Եմ պարզաբանել, եթե ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն լինի Սամվել Կարապետյանը, դուք Հայաստան դաշինքը կքվեարկի նրա օգտին, թե ոչ։ Մի քիչ դեպքերից առաջ անցնենք։ Այս Եվ ինտրիգների կանխատեսում փոփոխը չի անենք։ դադարում, շնորհակալություն հարցի համար, շատ ուղիղ պատասխան եմ, մենք հայտարարել ենք, հիմա էլ կրկնում եմ հայտարարությունը, մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպիսի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Հայաստանում պետք է, այո, իշխանության կա մարդը, ով ամենաշատ վստահություն քվեն է ստացել ժողովրդի կողմից, եւ մենք այդ տրամաբանությամբ ենք առաջ շարժվում։ Հա, եթե որևէ ուժ առանց մասնավորեցնելու հայտարարում է, որ եթե իրենից է կախված լինելու փոփոխությունը ու ինքը այդ քայլին չի գնալու, մեր հակազդեցությունը կամ մեր ազդեցությունը պետք չի, թող քաղաքացիների առջև պատասխան տա։ Որևէ խնդիր չենք տեսնում։ Մենք ասում ենք, եթե մեզնից է կախված լինելու փոփոխությունը, մենք բնականաբար չենք առաջնորդվելու, որ պարտադիր մեր տեխնացուն պետք է լինի վարչապետ։ Առաջնորդվելու ենք, որ լինի փոփոխություն։ Եթե որևէ այլ ուժ ունի այլ տրամաբանություն, ինքը դրա համար պիտի մեր արժև չէ, հանրությանը պատասխան տա, որ գիտեք այս պատճառներով թող հանրությունը դատի որքան հիմնավոր կարող է լինել փոփոխություն, բայց մենք չգնացինք այդ քայլին։ Սա է մեր դիրքորոշումը, ամեն քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչյանն ասում է, օրինակ ամենափորձառու տեխնատուն ես եմ, ճգնաժամային իրավիճակներում Հաջորդ կառավարելու մեջ թմբակությունը եկել է փորձառություն արդեն ժամանակը։ Ամբիցիաների խնդիր չկա, ամեն տեխնացու ներկայացնում է իր ուժեղ կողմերը, երկրի ղեկավար պետք է լինի այն անձը, ով կստանա ամենաշատ քվեները մեր հանրության կողմից։ Շնորհակալություն։